Հայաստանում խաղողագործության պատմությունը հաշվարկվում է հազարամյակներով։ Հնագույն ժամանակներից սկսած հայկական լեռնաշխարհում պատրաստվող գինու բարձր որակը հայտնի էր իր սահմաններից շատ հեռու։ Տեղի բնակիչներից որպես հարգ հավաքվող գինին արտահանվում էր հարևան երկրներ, յուրացվում որպես ռազմավար և արժեքավոր ապրանք։ Ներկայացնում ենք գինեգործական արտադրական կառուցվածքներից մեկը։ Բաց երկնքի տակ Էջմիածնի նորահայտ հնձանն է։ Հայաստանի Արմավիրի մարզից 24 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Էջմիածին քաղաքը, որի կենտրոնից էլ 2,5 կիլոմետր հյուսիս-արևելք Զվարթնոց թաղամասին հարող այգիներում Դաշտամիջյան ճանապարհի արևելյան կողմում է գտնվում 19-րդ դարի հնձանը։ Մեր արշավախումբը անցյալ տարի է այս հնձանը փաստագրել եւ ներկայացրել նախարարություն։ Նախարարության այս տարվա առաջին նիստերում փորձագիտական հանձնաժողովը քննարկել է հարցը եւ տվել է հնձանին նորահայտ հուշարձանի կարգավիճակ։ Տվագրվում է հնձանը 19-րդ դարի վերջով 20-րդ դարի սկզբով ըստ կառուցողական առանձնահատկությունների եւ նմանատիպ հուշարձանների հետ համեմատական վերլուծության։ Իդեպ 2019 թվականին նման կառուցվածքով հնձաններ ենք փաստագրել նաեւ Դալմայի այգիներում եւ դրանցից մեկ անցյալ տարի պեղվել է, հավանաբար հույս ունենք, որ նաեւ կկատարվեն վերականգնման աշխատանքներ։ Հայկական լեռնաշխարհում հնձանները ունեն շատ հնագույն պատմություն։ Դա պայմանավորված է հայկական լեռնաշխարհում Հայաստանում բարձր զարգացման հասած խաղողագործության եւ գինեգործության մշակույթի առկայությամբ։ Գինեգործություն նշանակում է անպայման հնձանների առկայություն։ Մեզ հայտնի ամենահին հնձանը հայտնաբերվել է Վայոց-ձորի Արենի քարայրում։ Քարայրի սրահում բացվել է թեք հարթակով խաղողի ճնշման ավազան, իսկ ավազանի մոտ կճուճներ, կավամաններ, որոնցում գտնվել են խաղողի հատիկներ։ Դա վկայում է այնտեղ արդեն գինեգործական մշակույթի առկայության մասին։ Բրոնզեդարյան շատ հուշարձաններում եւս հայտնաբերվել են խեցանոթներ, որոնցում գտնվել են խաղողի կորիզներ։ Խաղողի կորիզների առկայությունը կճուճներում եւս ապացույց գինեգործական մշակույթի առկայության, իսկ գինեգործությունը ուղղակի անհնար էր առանց հնձանների։ Հայտնի են Հայաստանում նաև անտիկ շրջանից հնձաններ եւ կան նաև ժայռափոր հնձաններ։ Դրանք հայտնաբերվել են Տիգրանակերտի պեղումներում, ինչպես նաև Ագարակի պեղումների ժամանակ։ Ժայռափոր հնձանները իրենցից ներկայացնում են հենց հնձանի արտադրական կառուցվածքի ամենահիմնական տարրերը, այսինքն թեք հարթակներ ճնշման ավազանի համար եւ արվակներ, որոնցով խաղողահյութը հոսել է տակառաձև փորվածքի մեջ, որը կոչվում էր տաքար։ Պետք է ասեմ, որ սեպագիր արձանագրություններում Վանի թագավորության արքաները բազմիցս հիշատակում են ոչ միայն շինարարական աշխատանքների, այլև այգիներ տնկելու, այգիներ ջրանցքներ անցկացնելու մասին։ Ահավասիկ դրանցից մեկը Ռուսա երկրորդ արքայի Թեշեբայենի քաղաքի հիմնադրման մասին, այսինքն Կարմիր բլուրի հիմնադրման մասին թողած սեպագիր արձանագրությունն է, որտեղ նա հաղորդում է ոչ միայն շինարարական աշխատանքների, այլև այգիների եւ այնտեղ այգիներում ջրանցք կասկածնելու մասին։ Հիշատակում է նաև ջրանցքի անունը Ումեշինի ջրանցք, ենթադրաբար դա հենց Դալմայի ջրանցքն է, որը 100-ամյակներ հետագայում քիչ անգործության մատնվելով նորից գործարկվել է 18-19-րդ դարերում։ Հայտնի են Հայաստանում նաև վաղ քրիստոնեական ժամանակաշրջանի հնձաններ։ Դրանցից մեկը պեղվել է Վաղարշապատում Սուրբ Շողակաթ եկեղեցու արևմտյան կողմում վաղ քրիստոնեական միանավ սրահ եկեղեցու հատակի տակ, այսինքն փաստ, որ այդ հնձանը կառուցված էր նախաքրիստոնեական շրջանում։ Իսկ 5-րդ դարի պատմիչ Ագաթան Գեղոսի հայոց պատմության մեջ մենք կարդում ենք, որ Հռոմի կայսեր կողմից արտաքսված հռիփսիմյան կույսերի Արարատյան երկիր գալու եւ Վաղարշապատի մատույցներում հանգրվանելու ժամանակ հիշատակություն կա, որ դրանք ապաստանել են հենց հնձաններում եւ դրանք կոչվել են
պատմիչի մոտ հնձանք, այսինքն դրանք նույնիսկ շատ են եղել եւ ոչ թե մեկը կամ երկուսը եւ նա հիշատակում է, որ դրանք գտնվել են քաղաքի հյուսիս-արևելյան կողմում։ Քրիստոնեության հետագա դարերում հնձանաշինությունը շատ ավելի բարձր զարգացման է հասել։ Մենք անընդհատ Հայաստանի տարբեր շրջանների պեղումներից գտնվում են հնձաններ, դրանք վանական համալիրներում են եղել, Հաղպատում, Գեղարդում, Դադիվանքում եւ շատ այլ տեղերում։ Հնձանաշինությունը ինչքան էլ դարերով զարգացել է, առաջ է գնացել, բայց հիմնական արտադրական մանրամասները դրանք մնացել են նույնը։ Հնձանները շատ անգամ կառուցվել են հենց խաղողի այգիներում եւ այս հնձանը եւս դրանցից մեկն է, որ կառուցվել է հենց այգու տարածքում։ Այգում հնձան կառուցելը շատ ավելի հարմարավետ էր, քանի որ հենց խաղողը միանգամից կարելի էր բերել հնձան եւ այնտեղ կազմակերպել մյուս գործընթացը։ Այս հնձանը երկայնական առանցքով արևելք-արևմուտք կողված ուղղանկյուն հատակագծով կառույց է, արտաքին չափերով 9.1-5.8 մետր չափերով։ Մուտքը հյուսիսից է, սովորաբար մուտքերը լայն են լինում, որպեսզի խաղողի տեղափոխումը ավելի դյուրին լինի։ Եվ ունենում են փոքր պատուհաններ, եւ մենք տեսնում ենք, որ այստեղ էլ նեղ փոքր պատուհաններ են հյուսիսային եւ հարավային ճակատներին։ Մուտքը ընդգծված է կամարակապ շարվածքով եւ պատուհանները եւս։ Շենքը կառուցված է կիսամշակ տուֆքարերից եւ կապակցված է կավի շաղախով։ Ծածկը թաղակապ է, կառուցված աղյուսաչափ տուֆքարերից։ Այդպիսի սովորույթ եղել է նման թաղերում, երբեմն թաղի շարվածքում օգտագործվել է տուֆքարը, բայց աղյուսաչափ քարերով։ Սրբատաշ քարեր են, արևմտյան եւ արևելյան ճակատները մասնակի ավերված են ցավոք եւ ներսը, ինչպես տեսնում եք, լցված է հողի եւ լուծված քարերի փլատակներով։ Հավանաբար, քանի որ հող է լցված, մենք հստակ չենք կարող հստակեցնել, թե որտեղ է գտնվել ճզման ավազանը, որը կոչվում էր Արագաստ, Արվակը եւ Տակառը, որտեղ Շիրամանը կամ ինչպես ասում են Տաքարը, որի մեջ կուտակվել է խաղողահյութը։ Սակայն մուտքի աջ կողմում այդ բացված դժվար է ասել, թե ովքեր են բացել, ամենայն հավանականությամբ եղել է հենց Շիրամանը։ Տաքարը, որի մեջ հոսել է խաղողահյութը։ Ենթադրել կարելի է, որ գուցե եւ մուտքի ձախ կողմում եղել է թեք հարթակով ավազանը, Արագաստը, որտեղից Շիրան հոսել է այնտեղ։ Հնձանները օգտագործվել են նաև որպես մառաններ, այս դեպքում չեն կարող ասել, միայն պեղումները կպարզեն, մնացած բոլոր հարցերի պատասխանը կտան։ Հիմնականում այգիներում մառանները եղել են կամ առանձին կառուցված, կամ հնձանների կից, կամ էլ պատահել են, որ հնձաններ չեն ունեցել մառաններ, բայց հենց ներսում են կազմակերպել, օգտագործվել են նաև որպես մառաններ։ Այս հնձանի շինությանը տրվել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ, դա նշանակում է, որ մենք պետք է ամեն գնով աշխատենք նաև պահպանել, քանի որ այն հուշարձան է, պետք է ապահովել նրա հետագա պահպանությունը։ Դրա համար անհրաժեշտ է նախ կատարել պեղումներ, մաքրել հատակը, գտնել այդ արտադրական մանրամասների հետքերը եւ այնուհետեւ կատարել վերականգնման աշխատանքներ շինությունը պահպանելու համար։ Դրանք կհետևեն պահպանական գոտու աշխատանքները, այսինքն պահպանական գոտին ինչ է, որոշակի հատվածով շինության պահպանության ապահովումը, որը նախ եւ առաջ ապահովում է նաեւ հուշարձանի տեսանելիությունը։ Հնձաններ այս վիճակում պահպանված մենք շատ քիչ ունենք թերևս եւ սա շատ կարեւոր բացահայտում էր։ Այո, մենք այս այգու տարածքում էլ երկրորդը չենք հայտնաբերել, սա միակներ եւ անպայման պետք է այն պահպանել որպես 19-րդ դարի ընդհանրապես հնձաշինության լավ օրինակ։ Ընդհանրապես ասեմ, որ հնձաշինության պատմության մեջ հնձանների կառուցվածքային առանձնահատկությունները հիմնականում չեն փոխվել։ Եվ իհարկե անշուշտ պետք է պահպանել այս շենքը,
որպես գինեգործության արտադրական կառույցների լավագույն օրինակ։ Ըստ տեղեկությունների խորհրդային տարիներին հնձանի շենքը օգտագործվել է որպես այգեգործների համար ընդմիջման հանգստի սենյակ եւ հավանաբար այդ տարիներին դուք տեսնում եք, որ ներքևի մասում կան ծեփվածքի հետքեր։ Հավանաբար այդ տարիներին մի քիչ վերանորոգել են իրենց հանգիստը այստեղ անցկացնելու համար։ Թվում է, թե սա պարզ-շինություն է, բայց եթե մենք ուշադիր նայենք, կտեսնենք, որ ճարտարապետական շատ հետաքրքիր մանրամասներ կան, այսինքն այդ շարվածքի կիսամշակ կավահողով ծեփված պատերին այստեղ հակադրվում են սրբատաշ քարերով կառուցված թաղաձև ծածկը, պատուհանների եզրակալները, մուտքի կամարաձև բացվածքի շարվածքը, որոնք առանձնակի հետաքրքրություն են հաղորդում շինությանը եւ արժևորում այն։ Սովորաբար շիրամանների ստորին մասում եղել են փոսորակներ, որտեղ կուտակվել է խաղողահյութի մեջ գտնված հատիկները, ավելորդ մասերը։ Եվ հավանաբար ինձ թվում է սա հենց այս հնձանի տաքարն է, որը ունեցել է կլոր կամ հետո կպարզվի, որովհետև փորվածքը պեղումներ չէ, ուղղակի անհասկանալի է, թե ում կողմից է այն բացված, կբացվի եւ այդ տաքարի նստուկը եւ կպարզվեցվի նաեւ թե ինչ ձև է ունեցել այդ տաքարը։ Ճզման ավազանը ունեցել է թեք հարթակ, շարված է եղել տուֆ քարերով կամ գլաքարերով եւ ծեփված կրաշաղախի շերտով։ Եվ առվակը եւս շիրամանը, տաքարը նույնպես պատված է եղել քարերով, ծեփված կրաշաղախի շերտով։ Ճարտարապետ Հովհաննես Խալփախչյանը իր Հայաստանի արտադրական կառուցվածքները ուսումնասիրության մեջ մանրամասնորեն անդրադառնում է հնձաններին, ներկայացնելով դրանց ստեղծման, կառուցվածքի, տարածաշրջանում դրանց տարածվածության պատմությունը, միաժամանակ անդրադառնում հնձանների աշխատանքին, որը սեզոնային էր, խաղողի հասունացած ժամանակ, որի բերքահավաքը կատարվում էր սեպտեմբեր ամսի երկրորդ կեսից չոր եղանակին։ Խաղողի բերքահավաքից առաջ հնձանները կարգի էին բերվում, այսինքն նորոգվում էին, խնամքով լվացվում, իսկ առագաստը, շիրամանը եւ կարասները պատվում էին ջրագույով։ Գիդու համար նախատեսված խաղողը մաս-մաս լցնում էին առագաստի մեջ, այնուհետև այդ խաղողը ճմլում էին մաքուր ոտքերով։ Ստացված խաղողահյութը հոսում էր շիրաման, այնուհետև շիրան փարչերով կամ մեծ շերեփներով լցնում էին կաթսաների մեջ, բայց ոչ ավելին, նրանց տարողության 80%-ից, եւ այդտեղ շիրան մնում էր հանգիստ վիճակում։ Խմորումը սկսվելուց առաջ շիրային ավելացնում էին կնճիռ, որի չափը որոշվում էր ըստ խաղողի տեսակի եւ գինու ցանկացած որակի ու թնդության։ Որպեսզի գինին ապահովված լինի սնկային հիվանդություններից, լավ պարզի եւ համը պահպանի, կարասները լցնելուց առաջ նրանց ծծմբի ծուխ էին տալիս։ Մի ամսից գինին համարվում էր խմորված եւ գործածության պիտանի, գրում է Հովհաննես Խալփախչյանը։ Հուշարձանը ունի տեղական նշանակության կարգավիճակ։ Այո։ Եթե իրականացվեն պեղումները եւ նոր բացահայտումներ լինեն, կարգավիճակի փոփոխություն նման դեպքեր ընդհանրապես չեն լինում, որովհետեւ կբացահայտվեն գուցե եւ շատ ավելի հստակեցվի նրա թվագրումը, սակայն դա ըստ էության չի ազդի նրա կարգավիճակի վրա, որովհետեւ ուղղակի կգտնվեն ամենայն հավանականությամբ խեցեղենի բեկորներ, այլ արտադրական աշխատանքային ինչ-որ գործիքներ, բայց դա առանձնապես չի կարող ազդել կարգավիճակի վրա։
Նորահայտ հուշարձանն ուշադրության կարիք ունի։ Համապատասխան աշխատանքների իրականացումից հետո այն կարող է այս տարածաշրջանի ևս մեկ հետաքրքիր զբոսաշրջային կանգառ դառնալ։ Հայկական գինեգործության բարի ավանդույթները այսօր էլ շարունակվում են իրենց պատմությունը, իսկ այդ պատմության ակունքներն ու ընթացքը վավերագրող ցանկացած դրսևորում գնահատելի պետք է լինի ու ներկայանա ըստ արժանվույն։ Բաց երկնքի տակ էջ միացնի նորահայտ հնձաններ։